Երրորդ օրն է ԱՄՆ նախագահը հայտարարում է, թե Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է։ Այսօր Դոնալդ Թրամփն ասել է, թե պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրաված բանակցություններում։ Նա պնդել է, թե ռազմական գործողություններն Իրանում ռեժիմի փոփոխության են հանգեցրել եւ ԱՄՆ-ն հիմա բանակցում է մեջբերում եմ ճիշտ մարդկանց հետ։ Թրամփը կրկնել է, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա նշել, թե Թեհրանը էներգետիկ ոլորտի հետ կապված մեծ զիջում է արել Միացյալ Նահանգներին, սակայն չի մանրամասնել։ It was a very big present worth a tremendous amount of money. Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր էր։ Դա ինձ համար մեկ բան է նշանակում։ Մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ։ One thing to me, we're dealing with the right people. Իրանի արտգործնախարարության խոսնակը սակայն հերքել է Թրամփին ասելով, որ կողմերը չեն բանակցում։ Մեր ուղերձը շատ հստակ է, մենք շարունակում ենք պաշտպանվել, ասել է Էսմայիլ Բաղային։ Իրանի բանակի խոսնակն հայտարարել է, թե ԱՄՆ-ն ինքն իր հետ է բանակցում եւ կոչ է արել սեփական պարտությունը համաձայնություն չանվանել։ نه خبری از سرمایه‌گذاری‌هایتان در منطقه خواهد بود. Դուք այլևս չեք տեսնի ոչ ձեր ներդրումները տարածաշրջանում, ոչ էլ էներգակիրների եւ նավթի նախկին գները, մինչեւ չհասկանաք, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորում է մեր հզոր զինուժը։ ما تضمین می‌شود. ثبات از طریق قدرت. Չնայած Թեհրանի հերքումներին Սպիտակ տան պաշտոնյաներն ամերիկյան լրատվամիջոցներին ասել են, որ ԱՄՆ-ն 15 կետանոց առաջարկ է Պակիստանի միջոցով փոխանցել Իրանին։ Wall Street Journal-ն ու Associated Press-ը որոշ մանրամասներ են հայտնում հնարավոր գործարքի մասին, մասնավորապես, որ Իրանին առաջարկվում է ապամոնտաժել իր 3 հիմնական միջուկային օբյեկտները, դադարեցնել ուրանի հարստացումը, սահմանափակել աջակցությունն իր պրոքսիներին, ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը եւ սահմանափակել հրթիռային ծրագիրը։ Դրա դիմաց կվերացվեն միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ն կաջակցի Իրանին իր քաղաքացիական միջուկային ծրագրի հարցում։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ այժմ Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը փորձում են 48 ժամում հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Իսլամաբադում։ Պակիստանը հաստատել է պատրաստ է հյուրընկալել բանակցությունները։ Պակիստանում Իրանի դեսպանը սակայն ասել է, թե ԱՄՆ-ի հետ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ չեն ընթանում, սակայն բարեկամ երկրները խորհրդակցություններ են անցկացնում կողմերի հետ։ Կկայանա հանդիպումը թե ոչ դեռ պարզ չէ, մինչ այդ Reuters-ը հայտնում է, որ Պենտագոնը նախատեսում է 82-րդ օդադեսանտային դիվիզիայից, այդ թվում ցամաքային զորքերի մի քանի հազար հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արևելք, դե կոնկրետ որ երկիր չի նշվում։ Չնայած բանակցությունների մասին Թրամփի պնդումներին Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին։ Միայն Թեհրանում վերջին 24 ժամում 12 մարդ է սպանվել, վիրավորվել 28-ը, եւս 18-ը վիրավորվել է Ալ-Բորզ նահանգում։ Իսրայելը հարվածել է նաեւ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքներին Լիբանանում։ Վերջին 1 օրում Լիբանանում առնվազն 33 մարդ է սպանվել, վիրավորվել 20-ից ավելի։ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլան պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին։ Շարժման օրենսդիրներից Հասան Ֆադլալլահը հայտարարել է, որ Իսրայելը միշտ է ձգտել գրավել Լիբանանի հարավը, սակայն շարժումը կպայքարի, որպեսզի կանխի դա։ Դիմադրության մարտիկները պայքարում են թույլ չտալու, որ Իսրայելը այդ տարածքում հասնի իր նպատակին։ Սա գոյաբանական սպառնալիք է Լիբանանի համար։ Հետևաբար այլընտրանք չունենք, քան դիմակայել այս ագրեսիային եւ պահպանել մեր հողը։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելի հյուսիսային Սաֆատ քաղաքի ռազմաբազային, նաև օբյեկտների Թել Ավիվ, Կիրիաթ Շմոնա եւ Բնեյ Բրակ քաղաքներում։ Կան բազմաթիվ վիրավորներ, որոնց թիվը վերջին 24 ժամում անցնում է 200-ը։ Իրանը հարվածել է նաև ամերիկյան բազաներին Հորդանանում, Բահրեյնում եւ Քուվեյթում, որտեղ թիրախավորել է նաև միջազգային օդանավակայանը։ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի եւ Կատարի ներկայացուցիչները դատապարտել են Իրանի հարձակումները։ Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Իրանը հայտարարել է, որ ոչ թշնամական նավերը կարող են անցնել նեղուցով, եթե իրենց գործողությունները համակարգեն Իրանի հետ։ Արտգործնախարարությունը նաև նամակ է ուղարկել միջազգային ծովային կազմակերպության անդամներին։ Թրամփի հայտարարություններից հետո նավթի գինը նվազել է, հասնելով $97.06, սակայն նեղուցի փակ լինելը շարունակում է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ֆիլիպիններն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի պակասի պատճառով։ Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ պատրաստ է նավթի լրացուցիչ պաշարներ օգտագործել։ ՄԱԿ-ն զգուշացրել է, որ պատերազմը չափազանց վտանգավոր եւ անկանխատեսելի իրավիճակ է ստեղծել ու գլոբալ աննախադեպ ռիսկեր է առաջացնում։